Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թրամփը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ին սպառնում է շատ մռայլ ապագա, եթե դաշնակիցները չեն մասնակցում Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը։ Նա կոչ է արել եվրոպական երկրներին աջակցել Միացյալ Նահանգներին ռազմական գործողություններում, ականազերծող եւ հատուկ ուժեր տրամադրելով, իդեմս Իրանի ծովային եւ անօդաչու մարտական սպառնալիքների։ Թրամփը նաեւ հիշեցրել է Միացյալ Նահանգների օգնությունը Ուկրաինային եւ բարձրացրել է հարցը՝ արդյոք դաշնակիցները պատրաստ են փոխադարձ աջակցել։ ԱՄՆ-իսրայելական կոալիցիոն ուժերի հրթիռային հարվածներից մեկը Շահիդ Խոմեյնիի անվան տղաների դպրոցն է ընկել։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ զոհեր չկան, սակայն շենքին հարակից մի քանի տներ են վնասվել։ Իրանն առաջին անգամ կիրառել է երկաստիճան Սաջիլ հրթիռ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է նաև մի շարք գերծանր հրթիռների օգտագործման մասին, որոնք հարվածել են Միացյալ Նահանգների ռազմական ենթակառուցվածքներին եւ կառավարման կենտրոններին։ Իսրայելական լրատվամիջոցներն էլ տեղեկացնում են, որ ռազմաօդային ուժերը հարվածել եւ Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում ոչնչացրել են Իրանի սպանված գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ինքնաթիռը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Թրամփին հարցրել են, պլանավորում է օգտագործել Ամերիկայի ցամաքային ուժերը Իրան ներխուժելու համար։ Ինչու պետք է ես ձեզ ասեմ, ուղարկում եմ զորքեր թե ոչ, ես հրապարակային չեմ քննարկում ռազմական մարտավարությունը։ 100%-անոց հաղթանակ մենակ ավիացիոն օպերացիայով դա հնարավոր էլ չէ, համակայինի մասին լուրջ խոսակցություններ չկան մեկադեռ։ Դա շատ մեծ որոշում է, որը մենակ ընդունելը կտևի ահագին ժամանակ եւ իմպլեմենտացնելն էլ ամիսներ մենակ պետք կլինեն, որ այդքան զորքեր կարողանան մերձավոր արևելք տեղափոխեն։ CNN-ը հղում տալով իսրայելական բանակի ներկայացուցչին տեղեկացրել է, որ Իսրայելը կշարունակի Իրանի դեմ գործողությունն առնվազն 3 շաբաթ։ Իրանի արտաքին գործերի նախարարն էլ հայտնել է, թե Իրանը կշարունակի կռվել այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ նախագահը գիտակցի, որ Իրան-Ամերիկա հակամարտությունը սխալ է եւ պետք է երբեք չկրկնվի։ Մենք ոչ մի պատճառ չենք տեսնում, թե ինչու պետք է խոսենք ամերիկացիների հետ, քանի որ մենք խոսել ենք նրանց հետ, երբ նրանք որոշել են հարձակվել մեզ վրա, եւ դա տեղի է ունեցել արդեն երկրորդ անգամ։ Տուժածները նաեւ պետք է փոխհատուցվեն։ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Թեհրանի հարստացված ուրանը Ամերիկայի կողմից ավերված միջուկային օրբյեկտների փլատակների տակ է։ Ըստ առողջիի այն կարող է հանել Մագատեի հսկողության ներքո, սակայն առայժմ նման ծրագրեր չկան։ Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում պատրաստ էր զիջումների, որոնք ապացուցում էին միջուկային զենք մշակելու մտադրության բացակայությունը։ The Daily Telegraph թերթը գրում է, Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հրաժարվում է ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց նավագնացությունը վերականգնելու համար, չնայած Ամերիկայի նախագահի խնդրանքին։ Ամերիկայի նախագահն էլ հայտնել է, որ ՆԱՏՕ-ին վատ ապագա է սպառնում, եթե դաշինքի գործընկերները չօգնեն բացել Հորմուզի նեղուցը։ Հորմուզի նեղուցի անվտանգության հարցով ըստ Թրամփի պետք է զբաղվեն այն երկրները, որոնք նավթ են ստանում այդ ուղով՝ Չինաստանը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան։ Եթե արձագանք չլինի կամ եթե այն բացասական լինի, կարծում եմ շատ վատ կլինի ՆԱՏՕ-ի ապագայի համար։ Թրամփի համար շատ կարևոր է հիմա այդ աջակցությունը, որովհետև եթե դա չստանա, իր գործերն էլ շատ վատ կարող են լինել, օրինակ նոյեմբերի կոնգրեսի ընտրությունների ժամանակ։ Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով Իսրայելի եւ Ամերիկայի ռմբակոծությունների հետևանքով Իրանում ավելի քան 54500 բնակարան է ոչնչացվել։ Իրանի մայրաքաղաքային նահանգի շտապօգնության վարչությունից հայտնել են, որ Ամերիկայի եւ Իսրայելի կողմից Տեհրանին հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 5700 մարդ, զոհվել ավելի քան 503, այդ թվում 12 երեխա։ Ռուբեն Վարդանյանը մարտի 13-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փորձել է հրապարակայնորեն դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, սակայն զանգը հարկադրաբար ընդհատվել է։ Նա նախորդ 10 օրերի ընթացքում փաստաբանի միջոցով գրավոր դիմումներով եւ հեռախոսազանգերով չի կարողացել կապ հաստատել, չնայած դատավարությունները ավարտվել են 1 ամիս առաջ։ Վարդանյանը եւ մյուս հայ գերիները դեռ չեն ստացել իրենց դատավճիռների տեքստերը, չեն գիտակցում ինչ հոդվածներով են դատապարտվել եւ երբ կամ ուր կտեղափոխվեն։ Ընտանիքը մտահոգ է, որ կապի միակ միջոցը հեռախոսազրույցները նույնպես կարող են դադարեցնել եւ շեշտում Կարմիր խաչի բացակայությունը, որ նրանց թողնում է առանց որևէ ինստիտուցիոնալ պաշտպանության։
Единственная глава общественного института, к которому я могу в нашей ситуации обратиться, но мне, к сожалению, не дает возможности обратиться к вам. Я не могу получить приговор уже месяц. Ни на русском, ни на армянском, ни на азербайджанском. Я не знаю, за что меня осудили, по каким статьям. Я прошу вас о встрече, чтобы иметь возможность это все обсудить. Потому что, к сожалению, Красный Крест ушел. Здесь нет никакого другого института, который мог бы быть с нами на связи. Армянское правительство не имеет здесь ни представительства и занято поставками. Հայաստանի նոր սահմանադրության նախագծի տեքստը արդեն պատրաստ է, այս մասին հայտնել է Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը։ Այն նախատեսվում է քննարկել իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում եւ խորհրդարանական խմբակցությունում, որից հետո կորոշվի հրապարակման հարցը։ Նախագիծը պահպանում է գործող պարլամենտական կառավարման համակարգը, սակայն նախատեսում է իշխանության թևերի ավելի լավ բալանսավորում, ազգային ժողովի վերահսկողական մեխանիզմների ուժեղացում, ինչպես նաեւ դատական ոլորտում նորություններ, երթվյալ ատենակալների ինստիտուտ, գործերի երկաստիճան բողոքարկում եւ ԲԴԽ որոշումների բողոքարկման հնարավորություն։ Գլոբալ առումով սահմանության փոփոխությունների բովանդակության մասով մենք բավարար տեղեկություն այսօր չունենք։ Ավելին մենք չունենք հայեցակարգ, մինչդեռ եթե վերցնենք, որ այսօր արդեն մենք մարտ ամիսն եւ ամռանը ստացվում են փոփոխություններ, ենթադրվում է, որ որոշակի հայեցակարգ պիտի հասանելի լիներ։ Մենք ինֆորմացիոն հասանելիության մասով ունենք շատ լուրջ խնդիր, թափանցիկության հաշվետվողականության։ Հնդկաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանը Իրանից իր երկրի քաղաքացիներին անվտանգ տարհանումը ապահովելու համար։ Այս մասին նա գրառում է կատարել իր սոցիալական էջում։ Հիշեցնենք, Հայաստանի արտգործնախարարությունը մարտի 11-ին հայտնել էր, որ Իրանում փետրվարի 18-ին պատերազմի սկսելուց ի վեր 46 երկրի քաղաքացիներ են տարհանվել Հայաստանի տարածքով։ Երևանից Ստամբուլ թվում է սովորական ավիաչվերթ է, այն սակայն շարունակում է Հայաստանի համար լինել ոչ միայն տրանսպորտային կարևոր հարց։ Այս ուղիղ չվերթները հիմնականում իրականացնում էին օտարերկրյա ավիափոխադրողները, որոնց շարքին այժմ ավելացավ նաև եւս մեկը՝ թուրքականը։ Ոլորտի մասնագետները մտավախություն ունեն, որ այս չվերթն իրականացնող Turkish Airlines ավիաընկերությունը գնային տեսանկյունից կարող է ճնշում գործադրել մնացած ավիափոխադրողների վրա։ Turkish Airlines-ը հայտնի է իր մատչելի սակագներով մոտավորապես մոտ 380,000 դրամով են Ստամբուլով Ամերիկա երկկողմանի ավիատոմսի արժեքը վաճառում։ Իրանք ուժեղ կոմերցիոն քաղաքականություն ունեն նաև, եթե գալիս է մի բաց ցանկացած ավիաընկերություն եթե մնում է թույլ մրցակցի հետ, բնականաբար ինքը կարող է արդեն սակագնային քաղաքականությամբ ճնշել։ Turkish Airlines ավիաընկերությունը նաև դեպի Եվրոպա թռիչքների համար է սահմանում էժան սակագներ։ Պետք է հաշվի առնել նաև այն ռիսկերը, որ ժամանակի ընթացքում գների մեջ կարող են որոշակի փոփոխություններ նկատվել, քանի որ թուրքական կողմը ավիացիոն եւ առևտրային բիզնեսում հմուտ քայլեր է գործադրում։ Գների այդ մատչելիության պայմաններում ուղևորները կնախընտրեին ավելի մատչելի սակագներ առաջարկող կազմակերպություններից օգտվել, ասում են մասնագետները։ Նրանք պնդում են, որ հայկական ավիաընկերությունները կարող են խնդիրների չհանդիպել, եթե ճիշտ քաղաքականություն տանեին, քանի որ մասնավոր ավիաընկերությունները միլիարդավոր ներդրումներ անելու հնարավորություն չունեն։ Մենք ավիացիոն մասնագետների խմբով առաջարկել էինք տարբերակներ, մեր հետ համաձայնվեցին։ Հետո ասացին, որ ընդունում են մեր բոլոր առաջարկները, հետագայում լրացին։ Եթե պետական մասնակցությամբ ավիաընկերությունը ստեղծում, պետությունը նաև կարող է խրախուսել, աջակցել, կառանտ կանգնել։ Իշխանությունները պարբերաբար ասում են, որ տնտեսական համագործակցություններով հնարավոր է նվազեցնել պատերազմի ռիսկը, եւ այդ իսկ պատճառով ցանկանում են տարբեր ոլորտներում համատեղ աշխատել հարևան պետությունների հետ։ Մասնագետները սակայն ասում են, որ նպատակ են հետապնդում Հայաստանը կախվածության մեջ գցել նրանց լոգիստիկ ընկերություններից, եւ բացի այս ամենի հիմքում թաքնված աշխարհաքաղաքական շահն են նկատում։ Հատկապես մեր տարածաշրջանում բոլոր գործընթացների հիմքում դա կլինի տնտեսական, էներգետիկ, սրանց բոլորի հիմքում քաղաքականությունն է։ Բնականաբար կփորձեն համոզել, որ առավել կարևոր է տնտեսական շահը։ Հայկական կողմում ցանկանում են տպավորություն ստեղծել, թե պետությունը ստանում է ավելի մատչելի տրանսպորտային, լոգիստիկ կամ մթերային հնարավորություններ։ Մասնագետները կարծում են, որ այս ամենով պետությունը կհայտնվի ծուղակի մեջ եւ երկրի կարևորագույն համակարգերը կանցնեն այլ պետությունների ենթակայության տակ։
Եթե վաղը հայտնվի այնպիսի հայկական ընկերություն, որը ավելի մատչելի գին կփորձի առաջարկել, ապա քաղաքական նպատակահարմարությունը Թուրքիային կստիպի, որպեսզի թուրքական ավիաընկերությունը էլ ավելի մատչելի գին առաջարկի, որպեսզի գերիշխող դիրք ձեռք բերի հայկական ավիաշուկայում։ Իսկ քաղավիացիայից այս չվերթի վերաբերյալ հարցերը նախ գրավոր ուզեցին, հետո ասացին նաև, որ կարող են տրամադրել չբացուցակը։ Հայաստան-Թուրքիա այս չվերթներն ի դեպ ուղևորների համար կարող են ավելի մատչելի եւ հասանելի ճանապարհորդություն լինել։ Ոլորտի մասնագետները սակայն զգուշացնում են նաև հնարավոր ռիսկերի մասին։ Ավիացիոն շուկայում մրցունակությունը կարող է բերել գների նվազման, սակայն մյուս կողմից ստեղծել կախվածության վտանգ։ Գործակարգավարականում Ավինյանը անդրադարձել է նաև Երևանի օդի որակին։ Աղտոտման այն մակարդակը, որը տեսանք մենք նոյեմբերին, այլևս չենք տեսնում, չնայած որ Երևան քաղաքում ամենաակտիվ շինարարության, ավտոմեքենաների ու մարդկանց շարժի հնարավոր մարդածին բոլոր աղտոտումների ակտիվ սեզոն է, նշել է Ավինյանը։ Երևան քաղաքում օդի որակը, ինչպես նաև ամբողջ արարածյան գոգավորությունում օդի որակը նոյեմբերից մարտ ամիսների ընթացքում մեծամասամբ պայմանավորված է մեր մթնոլորտային շերտի, մթնոլորտային առաստաղի բարձրությամբ, այսինքն սա ուղղակիորեն բնակլիմայական երևույթ է։ Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն միայն անկանխիկ եղանակով։ Եթե մինչև 2026-ի մարտի 5-ը կենսաթոշակառուն չի ներկայացրել դիմում բանկ ընտրելու համար, ապա բանկը ինքնաշխատ կերպով ընտրել է միասնական սոցիալական ծառայությունը։ Քաղաքացիները կարող են իրենց բանկի մասին տեղեկանալ հանրային ծառայությունների համարանիշի կամ անձնագրային տվյալների միջոցով։ Նշվում է նաև, որ ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բարձրացված չափերով, իսկ անկանխիկ վճարումներից տրամադրվող 20% հետ վճարի շնորհիվ գումարը կարող է ավելանալ մինչև 10,000 դրամով։ Մարտի 15-ին խոշոր ու շղթայական վթար է տեղի ունեցել Մայրաքաղաքում Բաղրամյան պողոտայում բախվել են 21-ամյա Արսեն Բարսեղյանի Տեսլան, 29-ամյա Ալեքսան Ջուլհակյանի Տոյոտան, 33-ամյա Էջմին Քեշիշի Տեսլան եւ 20-ամյա Ռուբեն Միրզոյանի Զիկրը։ Վերջինից վարորդը բուժօգնության է դիմել Նաիրի բժշկական կենտրոն, իսկ նրա 19-ամյա ու 22-ամյա ուղևորները տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Տեղում էին ոստիկանության, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Ի դեպ, մինչ մեքենաների բախումը դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել այն, առաջ ընթացել, հետո բախվել մի քանի ծառերի, որոնցից մեկը կոտրել է ու հայտնվել երթևեկելի գոտում։ Բժիշկներն էլ վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Մարտի 15-ին Նորհաճնից դեպի Բալահովիտ քաղաք տանող ճանապարհին 2 Կիա է բախվել։ 2 հոգու առաջին օգնության են հասել ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները, օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներից 2-ին նախտեղում օգնություն են ցուցաբերել, հետո մեկին տեղափոխել հիվանդանոց, մյուսը հրաժարվել է։ Կիաներից մեկը տեսնում եք հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին մասամբ հայտնվել է։ Մարտի 14-ին Դավիթ Բեկի փողոցում բախվել են 39-ամյա Բելայի Կիան, 28-ամյա Միհրանի Վազ 2107-ը, 33-ամյա Արթուրի Ֆորդը եւ 29-ամյա Արենի Օփելը։ 2 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի շտապ օգնության բժիշկների խումբը։ Նրանք վիրավորներին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Տեղում էին ոստիկանության, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Շտաբօգնության բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Մարտի 14-ին Կոմիտասի Պողոտա վրացական փողոց Խաչմերուկում բախվել են 25-ամյա Հովանեսի Kia Optima եւ 19-ամյա Արթուրի Lexus RX-ը։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հետո հայտնվել Սիզամարգում հարվածելով ու կոտրելով գովազդային ցուցանակը, նաեւ դրա մոտ կայանված ինքնագլորը։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար շրջացել կան։
Եվ մարտի 14-ին Հրազդան քաղաքում հայտնի ծովինար ջրամբարից 4 օր որոնելուց հետո ջրասուզակը հայտնաբերել է ջրահեղձ եղած կնոջ մարմինը։ 72-ամյա Ամալիայի դին հայտնաբերվել է նրա գլխարկի վայրից գրեթե 400 մետր հեռավորության վրա լճի մեջ, մոտ 1.5 մետր խորությունից։ Տեղում աշխատում էին նաև փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, որոնց աշխատանքները ղեկավարում էր մարզային փրկարարական վարչության պետ Սեթրակյանը։ Կեղտաջուրը սենց, էսա ճաշարանն է։ Հաչափնյակ վարչական շրջանում գործող թիվ 39 մանկապարտեզի տարածքում հակասանիտարական վիճակ է։ Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների խոսքով 1 ամիս է։ Դիտահորերից դուրս եկող կեղտաջրերն ու կեղտը հոսում են մանկապարտեզի տարածքով, հասնում մինչև Մարգարյան ու Բաշինջաղյան փողոցներ։ Երեխեքի սնունդն էլ սենց են տեղափոխում ճաշարան։ Այս հոտի պայմաններում, այս կեղտաջրի մեջով։ Այն էլ ճաշարանն է։ Ծնողները զայրացած են, երեխաները անցուդարձ են անում այդ կեղտաջրերի միջով, անկախ իրենց կամքից շնչում գարշահոտը։ Քաղաքային իշխանությանն ու Վեոլիա ջուրընկերությանն են դիմում երեխաներին այդ ամենից զերծ պահելու ու խնդիրն արագ լուծելու համար։ Այստեղ պետք է լինեք, որպեսզի զգաք, թե ինչ ահավոր վիճակ է։ Այս դիտահորն էլ անգամ չի տանում այդ կեղտաջուրը։ Իսկ Կոտայքի մարզում Արգել-Հեկի մոտով անցնող կոյուղատարից կեղտաջրերը լցվում էին անմիջապես Հրազդան գետը։ Գագիկ Շամշյանն էր ֆիքսել, որ այդ հատվածով անցնող կոյուղատարի փականը կամ վնասված է կամ պարզապես փակ չէ, ինչի հետևանքով կեղտաջուրը ամբողջությամբ լցվում էր գետը։ Խնդրում ենք, որպեսզի հրատապ գտնեն այս գլուխ գործոցի ճարտարապետին, Շակերտավոր ասած ճարտարապետին պատժել օրենքի ողջ խստությամբ։ Հրապարակումից կարճ ժամանակ անց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ու ՀՑԿՀ նախագահն են միջամտել։ Ժամերի ընթացքում օպերատիվ կերպով Վեոլիա ջուրը լուծել է խնդիրը։ Խնդրում ենք Վեոլիա ջուրին, որպեսզի այդ փականները փոխեն նորով, էլի։ Իսկ սա մարտի 16-ին է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։ Սելավատարների խցանման պատճառով տեղացած Առատանձրև Իսակովի պողոտայի կամրջի տակ արհեստական լճակ էր ստեղծել։ Բազմաթիվ վարորդներ մեքենաների համարանիշներն էին կորցրել։ Մի քանի ժամ սակայն այդպես էլ Երևանի քաղաքապետարանից ու Վեոլիա ջուրընկերությունից չէին ժամանել։ Ահավոր վիճակա, այստեղ լիքը մեքենաներ կան, որոնց վարորդները սպասում են ջուրը նստի, որ կարողանան համարները գտնել։ Միայն վարորդներին օգնության են հասել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։ Նրանք քաղաքացիների հետ միասին 20-ից ավելի մեքենայի համարանիշ են դուրս բերել։ Արհեստական լճակ էր առաջացել նաև Մեծարենցի փողոցում։ Ամեն անգամ տեղումներից հետո այստեղ այս պատկերն է։ Վարորդների համար տարածքը դառնում է իսկական պատուհաս։ Լոս Անջելեսում կայացել է Օսկարի 98-րդ մրցանակաբաշխությունը։ 2026-ի լավագույն ֆիլմի համար Օսկար է ստացել Փոլ Թոմաս Անդերսոնի Մարտի հետևից ֆիլմը, իսկ լավագույն ռեժիսորի մրցանակը շնորհվել է դրա ստեղծող Փոլ Թոմաս Անդերսոնին։ Մրցանակների քանակով երկրորդ տեղում Մեղավորները ֆիլմն է։ Մայքլ Ջորդանը ստացել է լավագույն դերասանի մրցանակը, իսկ Ռայան Քուգլերը արժանացել է Օսկարի լավագույն օրիգինալ սցենարի համար։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսի Բաքլին։